Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 16-ն է 2026 թվական։ Մեր հարևան Իրանի հետ կապված զարգացումները դեռ չեն մտել ավարտական փուլ, այդ իսկ պատճառով մեզ համար դա նույնպես խնդիր է, որովհետև առաջինը մենք կարծում ենք, որ Ամերիկայի հետ եթե հարաբերություն կարգավորենք, պետք է Ամերիկան էլ Իրանի հետ կարգավորի, թե չէ խնդիր կունենանք անգամ թրիփի հետ կապված։ Բացի դրանից, ինչպես տեղյակ ենք, Հայաստանի իշխանությունները պատրաստում են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել Իրանի հետ։ Հիմա այս փուլում ինչա սպասվում։ Վաղը Ժնևում լինելու է հանդիպում Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների միջև Օմանի միջնորդությամբ, դիվանագիտական հարաբերություններ չունեն, տես միջնորդավորված հանդիպում ալնելու։ Հիմա տեսնենք հանդիպումից առաջ ինչ ունենք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ցանկացած գործարք պետք է նախատեսի ամբողջ հարստացված ուրանի դուրսբերումն Իրանից, ինչպես նաև պետք է բացառի Թեհրանի ուրանը հարստացնելու հնարավորությունը։ Նախ հարստացված ամբողջ ուրանը պետք է դուրսբերվի, երկրորդ հարստացված ոչ մի հնարավորություն չպետք է լինի։ Ապամոնտաժեք այն սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք թույլ են տալիս հարստացնել, նշել է Իսրայելի վարչապետը։ Երրորդը բալիստիկ հրթիռների խնդրի լուծումն է։ Այսինքն սա զուտ ոչ թե Իրանի եւ Ամերիկայի միջև պայմանավորվածությունները, այլ Իսրայելի մտահոգությունները, որը հայտնված է Ամերիկային, Ամերիկան բանակցում է Իսրայելի փոխարեն, այսպես ասած, որովհետև Իսրայելն է հասկանում, որ եթե Իրանը այս հարցերում Ամերիկան ժամանակ ձգեց, այս հարցերում Իրանը կարողացավ կուտակել որոշակի ռեսուրս, առաջի իսկ հարվածը ստանալու է Իսրայելը։ Դա է պատճառը, որ ինքը անգամ բանակցությունից առաջ փորձում է ցույց տալ, թե ինքը ինչ է ցանկանում, որ Ամերիկան դրան հասնի, բայց այն դեպքում, երբ որ մաքսիմալիստական պահանջներ դնելու պարագայում, ուղղակի Իրանը չի համաձայնում եւ գործարքը չի կայանում։ Բենյամին Նեթանյահու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է տրամադրված սպառելու Իրանի հետ համաձայնության հասնելու բոլոր հնարավորությունները, նախքան ուժ կիրառելը։ Թրամփը կարծում է, որ Իրանը բաց չի թողնի համաձայնության հասնելու հնարավորությունը, քաղելով 2025 թվականի հունիսյան պատերազմի դասերը։ Չեմ թաքցնի, որ թերահավատորեն են վերաբերվում Իրանի հետ ցանկացած գործարքի, քանի որ անկեղծ ասած Իրանը հուսալի է միայն մի հարցում՝ ստելու եւ խաբելու մեջ, հայտարարել է Նեթանյահուն։ Իհարկե կարելի է դա այդպես ընդունել, որ կարող է Իրանը այդպես վարվի, բայց չմոռանանք, որ Իսրայելն ասում էր մենք բանակցում ենք Իրանի հետ, որպեսզի զգոնությունը բթացնենք եւ իր տարածք տեղափոխենք որոշակի տեխնիկա, որի պարագայում պայթյուններ իրականացնենք Իրանի տարածքում, բայց խոսում էին բանակցությունների մասին։ Ամերիկան ասում էր մենք բանակցում ենք Իրանի հետ, որ բանակցության առիթն օգտագործենք եւ լավ պատրաստվենք հանկարծակի հարված հասցնելու։ Այնպես որ այդ հարցում համենայն դեպս երկու կողմն էլ նույն ոճի մեջ են։ Շատ զարմանալու բան չկա, բայց խնդիրը որն է։ Նեթանյահուն վստահություն չունի, որ այն մաքսիմալիստական պահանջը, որը հենց նոր ինքը շարադրում էր, դրան Իրանը կհամաձայնվի։ Այսինքն նշանակում է խնդիրը լուծված չէ։ Խնդիրը եթե լուծված չէ, մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող է տեղի ունենալ, մեզ համար մտահոգիչ ինչ որ բան կա, թե չէ։ Իսկ օրինակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ինքը Մյունխենում հանդիպել է Իրանի աքսորիալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի հետ։ Ուկրաինան աջակցում է իրանցի ժողովրդին իրենց ապագայի համար պայքարում եւ իր ցավակցությունն է հայտնում իրանական ռեժիմի բոլոր զոհերին։ Դժվար չէ հասկանալ, որ այս պահին Զելենսկին պատկերացնում է, որ արյան մեջ խեղդելով կարողացան ճնշել ժողովրդի դժգոհությունը, բայց միևնույնն է, եթե Իրանը աջակցում է Ռուսաստանին, ինքը չի մտածում, դե եթե Իրանը այսօրվա դրությամբ կարողացավ ճնշել, բերեք մենք Իրանի նկատմամբ իմաստը որն է որ բան։ Այսինքն ինքը ասում է, նույնիսկ եթե գիտի, որ Փահլավին այսօր ոչ մի խնդիր չկարողացավ լուծել, ֆալս ստարտ տվեց, էլի լավ չհաշվարկեց Ամերիկայի աջակցությունն ու իր ուժերը, եւ այդ պարագայում նույնիսկ դրա պարագայում
Այսինքն նույնիսկ եթե նրան չհաջողվեց դա անել, Զելենսկին վերաբերմունք է ցույց տալը, որ մեր գործընկերը նա է, ով ժողովրդի կողմից է, մեր գործընկերը նա է, ով պայքարում է նրա դեմ, ով աջակցում է Ռուսաստանին։ Մենք էլ սա էլ պետք է մենք հասկանանք, որ մենք էլ երբ որ խոսում ենք, որ մենք երբեք Ռուսաստանի դեմ դուրս չենք գա, ոչ դուրս ենք եկել, ոչ դուրս ենք գալու, ոչ է երբևիցե դուրս կգանք, դրսում էլ են ուսումնասիրում, թե Հայաստանի վարքագիծը որն է, որովհետև մենք տեսնում ենք Ռուսաստանի նկատմամբ հավաքական արևմուտքի վերաբերմունքը։ Իրանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին իսլամական հեղափոխության 47-ամյակի կապակցությամբ։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը աջակցում է Իրանի ջանքերին պաշտպանելու իր ինքնիշխանությունը, օրինական շահերը եւ անվտանգությունը։ Այսինքն սա իրանք ուղղակի բանակցությունից առաջ դեռ 3 արդեն սա ներկայացրեցին, որտեղ իրանական ծառայությունը ներկայացրել որ այնուամենայնիվ իրանք Ռուսաստանից աջակցություն ունեն։ Դե Ռուսաստանի աջակցությունը գիտենք առանձնապես այնպես բան չի ներկայացնում, բայց խնդիրը նա է, որ մենք պետք է իմանանք, եթե Ռուսաստանը Իրանի այսօրվա իշխանությանը աջակցում է, ու մենք էլ Ռուսաստանի եղբայրական պետություն ենք համարում, ռազմավարական դաշնակցային փաստաթուղթ ենք պատրաստում ստորագրել Իրանի հետ, միևնույն ժամանակ ասում ենք մեր անվտանգությունը 99 տարով պատվիրակել ենք Ամերիկային, այդ շիլաշփոթից բնական է հասկանում ենք, որ Հայաստանի իշխանության քայլը բացատրեց Ալեն Սիմոնյանը, որ մեր անվտանգությունը պետք է Ռուսաստանը երաշխավորի, որովհետև մենք ոչ մեկին չենք հավատում, ոչ ՆԱՏՕ-ին, ոչ մյուսին, ՆԱՏՕ-ին, այսինքն Ամերիկային էլ։ Սա պատկերացրեք մեր անվտանգության ամբողջ քարտեզ, որի վրա կառուցած էր, բայց ճանապարհը չտանք մեր անվտանգությունն ապահովենք։ Ճանապարհը տանք Ամերիկային, անվտանգությունն ակնկալենք Ռուսաստանից։ Այդ ուղղակի պատկերացնենք։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է. Իրանի հասարակությունը վիրավոր է հունվարյան բողոքի ցույցերից հետո։ Իշխանությունները չեն կարող կարգավորել ճգնաժամը պարզապես անտեսելով խնդիրը։ Իրանը պետք է բուժի հիվանդությունը, իմ վարչակազմը իշխանությանը եկել մարդկանց խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանք սրելու համար։ Մենք ամաչում ենք երկրում տեղի ունեցածի համար։ Ցավոք այս միջադեպի մեծ մասը հրահրվել է արտասահմանից։ Այսինքն նորից իրանք կարողացան առիթն օգտագործել եւ դա ասել, որ դրսից է հրահրվել։ Այդ դժգոհությունը դրսից չէր հրահրվել, որովհետեւ դժգոհությունը եղավ, որ դրսից հրահրեցին ավելի մեծացնելու, բայց ի սկզբանե դժգոհությունը դրսից հրահրված չէր, բայց արդարացի բողոքը կոտրեցին հենց այս ձևով, դրսից ցանկանում են մեր պետությունը գրավել։ Այս իրադարձությունը երբեք չպետք է տեղի ունենային եւ տեղի ունեցածը շատ լուրջ է։ Այսինքն այո, մտածում են, որ պետք է ժողովրդի դժգոհության հետ կապված ինչ-որ բաներ ասեն, բայց միևնույնն է դա վերագրեցին, որովհետև գլուխ գովալով Դոնալդ Թրամփն ասեց մենք աջակցում ենք, աջակցությունը ճանապարհին է, մենք էս ենք անում, են ենք անում եւ այլ եւ այլ։ Այսինքն այդ ամբողջը վերցրեց իր վրա եւ առիթ տվեց իշխանությանը ուշ կիրառել։ Եթե հանկարծ մարդ սպանեք, հալները կտեսնեք։ Մարդ սպանեցին, հալները ոնց որ չտեսան։ Նորից էլի սպանեցին, էլի չտեսան։ Եվ Դոնալդ Թրամփն էլ գտավ մի առիթ, ասեց 800 մարդու գնդակահարեին, սպանեին, մահապատժի ենթարկեին, ես միջնորդեցի չենթարկեցին, ասին ընկեր, տենց բան նախ չկա, ում էլ որ պետք է պատժենք, պատժելու ենք։ Այսինքն սա ասում եմ նրա համար, որ ոչ թե որ Իրանի դիրքերը լավ է, այլ պարզապես որ մեր դիրքերը նորմալ լինի, այս ամեն ինչի մեջ ճիշտ կողմնորոշվելու։ Ինչպես տեսնում եք, բոլորին հա ասելը հաջողության չի բերեն, որտեղ այդ բոլորը ընդհանուր շահեր չունեն մեր տարածաշրջանում։ Պենտագոնը հայտնել է ամերիկյան զինվորականները Կարիբյան ավազանում գործող պատժամիջոցների խախտման համար ձերբակալել են եւս մեկ Վերոնիկա Լցանավ։ Նավը փորձել է խախտել նախագահ Թրամփի կարանտինը հույս ունենալով աննկատ մնալ։ Մենք այն հետևել ենք Կարիբյան ծովից մինչև Հնդկական օվկիանոս, կրճատել ենք հեռավորությունը եւ կանգնեցրել, ասում է հաղորդագրության մեջ։ Նախնական տվյալներով նավը, որը լողում էր Պանամայի դրոշի ներքո, ձերբակալվել է Հնդկական օվկիանոսի կենտրոնական մասում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերոնիկա 3 Լցանավը ներառվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում որպես նավ, որը կապված է սահմանափակումները շրջանցող իրանական նավթի փոխադրումների հետ։ Այս այլ մենք պատկերացնենք, որ Իրանի հետ կապված եւ Ռուսաստանի հետ կապված այս քայլերը շարունակվելու են, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահից է բխում նավթի հետ կապված իր լծակներն ավելացնելու, մի զարմանալի բան չի։
Բայց եւ նաեւ տեսնում ենք, որ լավ, Իրանը այդ քաշը չունի դեմը դուրս գալու, բայց ռուսներն էլ չունեն։ Ինչպես տեսնում եք, ռուսները ուղղակի ուշադրությամբ հետևում են, թե ինչպես հերթական լցանավը կալանավորեցին։ Սա արդեն եթե նայում եք մոտ 9-րդ նաստերոթին, եթե ստույգ ճիշտ հաշվարկել ենք։ Հիմա նայենք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնել Իրանի հետ, սակայն հակված չէ գերագնահատել նման արդյունքի հեռանկարները։ Դա հեշտ չի լինելու։ Բանակցությունից առաջ սա է Միացյալ Նահանգների կարծիքը։ Մեզ դա չպետք է անհանգստացնի, թե չէ։ Որ հասկանանք, եթե համաձայնության չեկան, դուք պատկերացնում եք ինչ գործարքների կարող է գնա Ամերիկան, եւ եթե Ամերիկան իրական երաշխիքներ մեզ տված էր, այդ է որ իշխանությունները ծանր են տանում, երբ որ դա բացահայտում են։ Դուք Ռուսաստանից անվտանգության երաշխիք չէիք ուզի։ Մի Ռուսաստանից, որը 100%-ով գիտենք, որ մեզ չի պաշտպանելու։ Իսկ հիմա նայենք Եվրոպայի հետ կապված Եվրոպա-Ամերիկա այնուամենայնիվ ինչ փուլում է, որովհետև Մարկո Ռուբիոն, որ եկավ, հանդես եկավ Մյունխենում, փորձեց ինչ-որ չափով կարգավորել եվրոպացիները, որ այնուամենայնիվ այդքան դժգոհ չմնան, բայց իրանք մինչև Մյունխեն գան ու այդ ձևի հանդես գալը արդեն հասցրել են իրանց դոկտրինում փոփոխություններ անել, Եվրոպային մեղադրել, հոմենակ դա չէ, որ եկան մի հատ խոսացին, որ ասեն դե լավ, անցյալ տարի Վենսը ինչ ասելա, դրեք մի կողմ, լավ, այս տարի մենք եկել ենք սա ենք ասում, մենք իրար լավ ենք, մենք ձեր փոքրն ենք, մենք ձեր զավակն ենք եւ այլ, այդ լսել ենք։ Հիմա Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Մյունխենի անվտանգության համաժողովում արձագանքել է Թրամփի վարչակազմի կողմից Եվրոպային ուղղված քննադատություններին, որոնցով խոսվում էր եվրոպական քաղաքակրթության հնարավոր ջնջման մասին։ Կալասը հակադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ելույթին, որը նախորդ օրը հնչել էր համաժողովում։ Ռուբիոն իր խոսքում շեշտել էր տրանսատլանտյան դաշինքի վերակազմավորման անհրաժեշտությունը եւ հայտարարել ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները առաջ մղելու մտադրության մասին։ Կալասը հիշեցրել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության դրույթները, որը ասում են փոփոխության ենթարկվեցին դեկտեմբերին 2025 թվական, որտեղ նշվում էր, թե Եվրոպայի տնտեսական լճացումը զուգորդվում էր ավելի իրական եւ ավելի սուր քաղաքակրթական ջնջման հեռանկարով։ Նշված փաստաթղթում Եվրոպան ներկայացում էր որպես թուլացող ներգաղթի քաղաքականության ծնելիության նվազման, խոսքի ազատության սահմանափակման, քաղաքական ընդդիմության ճնշման, ինչպես նաև ազգային ինքնության եւ ինքնավստահության կորուստի պատճառով։ Ի տարբերություն որոշների պնդումների, արթնացած Եվրոպան քաղաքակրթական ջնջման եզրին չէ, հայտարարել է Կալասը։ Մենք նպաստում ենք մարդկության առաջընթացին, պաշտպանում մարդու իրավունքները եւ այլ հիմնարար արժեքներ, ինչը ի վերջո նպաստում է նաեւ մարդկանց բարեկեցությանը։ Այդ պատճառով ինձ համար դժվար է հավատալ այս մեղադրանքներին, հավելել է Կալասը։ Այս էլ իմանանք, որ այնուամենայնիվ Եվրոպան չի ցանկանում անգամ որևէ նախադասություն կուլ տալ Միացյալ Նահանգների կողմից։ Եթե մենք մեր անվտանգության հարցը պետք է լուծենք, ուրեմն այդ դեպքում, այո, իհարկե իդեալական տարբերակը պարբերաբար դրա մասին խոսել ենք տարիներով, ոչ թե մենակ այս ընթացքում, ոչ թե մենակ Տրամփի օրոք, այլ որ իդեալական կլինի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուկրաինական պատերազմի արդյունքով նոր աշխարհակարգի պարագայում ինքը իր կշիռը շեշտակի բարձրացնի ագրեսորին պարտություն պարտադրելու պայմանով, այդ դեպքում վերականգնի աշխարհի գերտերության իր երբեմն ունեցած զորությունը եւ որպես բարեկամ, քանի որ հավաքական արևմուտքի քաղաքականության արդյունքում դա տեղի ունենալու Եվրոպային այո օգնի դառնա երկրորդ բևեռ։ Եվ Եվրոպան ու Միացյալ Նահանգները համարեն, որ ամենահարմար տարբերակը, որի հետ չկռվեն, չմրցակցեն, Չինաստանի երկու ուժեղով երրորդ բևեռ ճանաչեն։ Սա է իդեալական տարբերակը։ Այսինքն, եթե Միացյալ Նահանգները այս հակամարտության արդյունքում այնուամենայնիվ կհասնի Եվրոպային դարձնել որպես ուժի կենտրոն Ամերիկայի սերտ դաշնակից, դա կլինի ուղղակի իդեալական։
Այնպես չի, որ ասեմ ուշքներս գնում ա, որ Չինաստանը երրորդ բևեռ դառնա, բայց մենք օբյեկտիվ իրականությունից ենք ելնում։ Առանց այդ երրորդ բևեռի հնարավոր չէ։ Իսկ այդ երրորդ բևեռը չի կարող լինել Ռուսաստանը, որտեղ հենց Ռուսաստանը եղավ, Չինաստանը նրա հետ միասին է։ Եթե Ռուսաստանն ու Չինաստանը միասին եղան, Հնդկաստանն էլ է նրանց հետ։ Հնդկաստանը նրանց հետ եղավ, դու այդ երկու բևեռով չես կարող հավասարակշռել։ Այսինքն ուժի կենտրոնը չի մնա ընդհանուր եվրոպական երկու բևեռը։ Այսինքն հույս ունեմ, որ Դոնալդ Թրամփը կամաց մինչև իր լիազորությունը կորցնելը այդ հարցը կլուծի, մենք կհամարենք, որ իդեալական վիճակ է, չնայած այդքան վստահ չեմ իր քայլերի հետևողականության մեջ։ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտնել է. Ճապոնիան եւ Կանադան Ուկրաինային տրամադրել 690 միլիոն դոլար։ Միջոցները տրամադրվել են որպես տրամաշնոր համաշխարհային բանկի միջոցով։ Իհարկե սա այն գումարներն է, որ նաեւ Ռուսաստանի սառեցված միջոցներից է տրամադրվում, բայց հարցը կայանում է նրանում, որ մենք տեսնում ենք Ճապոնիա, Կանադա եւ նրանք օգնում են Ուկրաինային, որպեսզի ինչ անեն, հաղթեն Ռուսաստանին։ Իսկ մենք ինչ ենք անում, Ռուսաստանի օրակարգն ենք սպասարկում իշխանությունով եւ ընդդիմությունով։ Ասում ենք Վլադիմիր Վլադիմիրիչ ջան, դե դու տես մենք ինչ ենք անում քո համար։ Այնպես որ հանկարծ այդ ռուսամետ ընդդիմության վրա հույս չդնես, որտեղ մենք ենք քո գործընկերը։ Նրանք էլ ասում են, չէ, որ մենք գանք ավելին կհանձնենք, այդ ինչ եք խոսում։ Սրանց հանձնած ինչն է որ։ Այսինքն սա է մեր երկրի օրակարգը, երբ որ աշխարհը տեսնում եք ինչով է զբաղված։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ շահագրգռված է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցմամբ։ Մենք ցանկանում ենք անել դրա համար այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է։ Մենք երկրագնդի վրա միակ ազգն ենք, որը ըստ երևույթին կարող է երկու կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք չենք փորձում որևէ մեկին գործարք պարտադրել։ Մենք չենք փորձում որևէ մեկին հարկադրել կնքել մի գործարք, որին ոչ ոք չի ցանկանում գնալ։ Մենք պարզապես ցանկանում ենք օգնել նրանց, ասել է Ռուբիոն։ Իհարկե շատ լավ է, որ իրանք արդեն այդ պարտադրանքի ռեժիմից հասկանում են, որ այդ պարտադրանքի ռեժիմը իրանց ոչինչ չի տալիս, որտեղ Ուկրաինան չի համաձայնվում զիջումների, արևմուտքը պաշտպանում է Ուկրաինային։ Դե դու պետք է որոշես, հիմա դու ում ընկերն ես։ Այսինքն եթե դու ասում ես Ռուսաստանի կողմը, լա դուք պատկերացրեք Ամերիկայի նկատմամբ վերաբերմունքը, անգամ Տրամփը խնդիր է ունենալու իր հասարակության հետ։ Այնպես որ իսկ եթե ինքը հասկանում է, որ Ուկրաինային պարտադրելը հարցի լուծում չի, հիմա հայտարարում է, որ մենք չենք պարտադրում, մենք ուղղակի հարթակ ենք ստեղծում իրար հետ շփվելու, գոնե մեր միջնորդությամբ հարցը լուծելու։ Իդեպ Մարկո Ռուբիոն էս ակտիվ ձևով քննարկումներն անում է եւ Սլովակիայի վարչապետի հանդիպեց Ռոբերտ Ֆիցոյի եւ Հունգարիայի վարչապետի հետ համատեղասուլիսի ժամանակ ասեց Վիկտոր Օրբանի, բայց չմոռանանք, որ ինքը այդ երկու երկրներին համարում է, որ Ամերիկայի դաշնակիցներն են, դա այդ երկու երկրներն էլ համարում են Ռուսաստանի դաշնակիցները Եվրոպայում։ Այսինքն Ռուսաստանի գործակալը Եվրոպայում։ Երկու տիրոջ ծառա են Ամերիկայի Ռուսաստանի։ Եթե Ամերիկային որևէ բան հաջողվել է աշխարհում լուծել, իրան հաջողվել է Եվրոպայում ունենալ երկու գործակալ, որոնք զուգահեռաբար Պուտինի գործակալներ են։ Այսինքն այդ հարցը համենայն դեպս իրանք համաձայնության են եկել Ռուսաստանի հետ այդ մի հարցում։ Բայց ուղղակի ամենացավալին գիտեք որն է, որ մենք խոսում ենք, չէ, Եվրոպայի մասին, խոսում ենք, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի անդամ լինի, որ դա երաշխիք է, նաև անվտանգային այսօր փարկասու այդ խնդրով կգնա, մենք համակեցության կանոններ կլի, քաղաքակրթություն, ժողովրդավարություն եւ այլ եւ այլ։ Բայց ամենածանր որն ենք տանում։ Ամենածանր տանում ենք հենց Հունգարիայի եւ Սլովակիայի այս վատ պահելը, որտեղ ապշելու բանա չենք հասկանում։ Մենք օրինակ ռուսական ճնշումը չենք կարողանում տանել։ Չենք կարողանում, Ժորժ ջան, բարդ է այդքան։ Ասենք չի լինելու դա, մենք դե դուրս գանք ռուսական կապանքներից։ Ու մենակ այսօր չենք ասում, մենակ ուկրաինական պատերազմից հետո չենք ասում։ Ես գոնե 20 տարուց ավել եմ ասում։ Ես գոնե մի փոքր շանս, որ եղել է Վրաստանը բռնել է դեպի արևմուտք ճանապարհը, մեր առաջ ճանապարհը բացել, ասել ենք նոր իրական քայլ կա, ավելի առարկայական բերեք խոսենք, քաղաքական ճանապարհ ցույց տանք, էլի դա ոչ թե լինի երազանքի ճանապարհ, այլ իրական քայլերի ճանապարհ։ Այսինքն Ռուսաստանից փոխվել, բայց երբ որ եվրոպական երկիրն է այդպես հլու հնազանդ քութիկի պես ծառայում Պուտինին, ես ապշում եմ։ Օրինակ մանավանդ գիտեք ինչն է հետաքրքիր, հենց Հունգարիան ու Սլովակիան է ախր։ Հունգարիան դա այն երկիրն է, որը ինչ էր ուզում։
Ընդամենը կանգնեց ասեց, այ ժողովուրդ ջան, ես չեմ ուզում ելնեմ Վարշավայի պակտի անդամ, եւ չեմ ուզում կռվեմ արևմուտքի հետ։ Ես ուզում եմ ելնել չեզոք, չեմ ուզում ռազմական ոչ են բլոկի մեջ ելեմ, ոչ են 56 թվականին ով էր Հունգարիան, որ իր մտքովանցներ ՆԱՏՕ-ի անդամ դառնար։ Նա ընդամենն ասեց ժողովուրդ ջան, 55 թվականին, երբ որ Գերմանիան արդեն որոշեց, որ ինքը միանում է ֆեդերատիվ Գերմանիան, ինքը միանում է ՆԱՏՕ-ին, այդ ժամանակ խորհրդային միությունը Վարշավայի պակտը ստեղծեց ի հակադրություն ՆԱՏՕ-ի։ Այս Հունգարիան ասեց, ինձանից ինչ եք ուզում։ Ընդամենը ՄԱԿ-ին դիմեց, ասեց ես ուզում եմ չեզոք ելնեմ, սկի չէ ասում դուրս գամ խորհրդային միության ազդեցությունից։ Այդքանը իրավունք չուներ այդ ազգը։ Փողոց էին դուրս եկել ուսանողները հիմնականում։ Կանայք էին դուրս եկել մտածելով, որ կանանց տանկերի տակ չեն ճխլելու։ Բա խորհրդային միությունը Բուդապեշտ չմտցրեց տանկերով ճխլեց։ Բայց դեպքում հարց է ծագում, բա խորհրդային միությունից հետո Ռուսաստանն ասում է, խորհրդային միության ժառանգորդն եմ։ Հունգարիա ով դու ոնց ես այսօր այդ երկրի կողմից։ Բա ոնց է քո ժողովուրդը քեզ ընտրում։ Իսկ Սլովակիան ինչա ժողովուրդ ջան։ Սլովակիան Չեխիայի հետ չէ, Չեխոսլովակիա պետություն է, չէ։ 56 թվականից հետո 68 թվականին Չեխոսլովակիայի, այսինքն Սլովակիայի հետ միասին մի պետության մեջ դրա մայրաքաղաք Պրագայի գարունը երբ եղավ 68 թվին տանկերը չմտցրեցին Պրագա։ Տանկերը Պրագա մտցրեցին, նրանք միանգամից հանձնվեցին, որովհետև գիտեին ինչ կբերեն իրանց գլուխը, Բուդապեշտի օրինակը տեսել էին։ Բայց այդ ժամանակ Վացլավ Հավելը, որը հետագայում Չեխոսլովակիայի նախագահ դարձավ, ինքը որպես դիսիդենտ, այլախոհ, պայքարում էր դրա դեմ, աշխարհին էր դիմում, քանի անգամ բանտ նստեց։ Դուս էիր գալ էլի էին նստացնում, պայքարում էր, աշխարհին էր դիմում, ասում էր չեք անում, ժողովուրդ, այս իմ երկիրին չեք ոտատակ տալիս։ Բայց ինչով էր զբաղված Ֆիցոն, Չեխոսլովակիայի։ Հա, մոռացել ենք, կոմունիստական կուսակցության անդամ էր։ Հետո երբ որ առանձնացավ Չեխոսլովակիան, Չեխիայի եւ Սլովակիայի, Սլովակիայում էլ էր կոմունիստական կուսակցության անդամ։ Անունը փոխեցին, բայց դրանից երևույթը չփոխվեց։ Այսինքն դուք եք հա տենց կարճած Պուտինի կոշիկներից չեմ հասկանում։ Դուք եք դա տեսել, տանկերը ձեր մայրաքաղաքում եք տեսել։ Մենք տեսել ենք մի բան, մինչև հիմա չենք ներում, որ Հայաստան տանկերը չենք ներում դա։ Դուք ո՞նց եք սենց ընկել ոտեր ելնելով Եվրամիության անդամ պետություն, ՆԱՏՕ-ի անդամ պետություն։ Ու այն դեպքում, երբ որ քաղաքակիրթ ձևով այդ երկրները բաժանվեցին Չեխիան ու Սլովակիան, Չեխոսլովակիայի նախագահ դարձավ Վացլավ Հավելը, բայց մի քանի տարի հետո դրեցին խորհրդանով սիրուն դրեցին, բաժանեցին Չեխիան ու Սլովակիան իրարից։ Ու Սլովակիան դառավ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ պետություն։ Աստծուց կրակ եք ուզում, ինչ եք ուզում Պուտինից։ Այն դեպքում, երբ որ չեխերը նրան դավաճան չհամարեցին, որ ես ինչի պետությունը կիսեցիր։ Մի ամբողջ պետության ղեկավարը դա կեսը թողեցիր, ես ինչ արեցիր։ Ինքը դրանից հետո Չեխիան ու Սլովակիան բաժանվելուց հետո 10 տարի եղել է Չեխիայի նախագահ։ Այսինքն իր ժողովուրդը այդպես է նրան գնահատել, նրա արժանիքը, նրա արածը։ Բա Ֆիցո գեդինը չես մտնում, բայց այդքան բանը դու չես տեսել։ Իդեպ Չեխիան ավելի շուտ դարձավ Եվրամիության, ներողություն, ՆԱՏՕ-ի անդամ 99 թվականին։ Իսկ 2004 թվականին արդեն դարձավ Եվրամիության անդամ։ Վացլավ Գավելը 2003-ին արդեն պաշտոնից գնաց, 2004-ին ինքը դարձավ արդեն Եվրամիության անդամ, բայց արդեն այդ ամբողջ գործընթացը շատ արագացված տեմպերով Վացլավ Գավելն անում էր, իր կապերն էր օգտագործում։ Իր պաշտոնավարման ժամանակ Ջորջ Բուշ եկավ Պրագա։ Իր պաշտոնավարման ժամանակ Հովհաննես Պողոս II-ն եկավ Պրագա։ Այն մարդուն աջակցեցին։ Դրա համար ինքը ավելի շուտ դարձավ ներողություն ՆԱՏՕ-ի անդամ, քան Սլովակիա։ Սլովակիան 2004 թվականին է միաժամանակ եւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ դարձել։ Իսկ Չեխիան ՆԱՏՕ-ի անդամ 99-ին, իսկ Եվրամիության անդամ 2004-ին։
այդ ուղղակի որ դուք պատկերացնեք, այսինքն այդ հետևողական աշխատանքը արվեց Եվրոպայի ընտանիքի անդամ դառնալու, տանկերը տեսած ժողովուրդ բանը երկրում դասախոս իրավաբան Ֆիցոն պաշտպանում է Պուտինին։ Համալսարանի դասախոս եղած մարդը։ Դե ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Այս էլ երեք մի հատ sense բան կար, ասի ժամանակ կլինի դա էլ ասեմ։ Համայրուսով պատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համար, քանի որ երկինքը չի պատասխանում նման խնդրանքներին։ Աղոթեք ջերմեռանդորեն, անկեղծորեն եւ սրտանց, մի աղոթեք այն բանի համար, որը պարզապես անհնար է կատարել։ Աշխատավարձի բարձրացում, օգնեք ինձ դառնալ ղեկավար, օգնեք ինձ գնել տուն, մեքենա կամ գնալ արձակուրդ, դա չի ստացվի, նշել է պատրիարքը։ Ով էր կասկածում։ Աշխատավարձի բարձրացումը իրանք պետք է Պուտինից ուզեն։ Գիտեն Պուտինը տվողը չի, Պուտինն է աշխատավարձը կտրում։ Այսինքն ինքը, դու վախենում ես հանկարծ աղոթեն աշխատավարձը չբարձրանա, այլևս ասում չհավատան, քեզ որ տեստեն ասում կհավատան, դու ասում ես գնացեք Ուկրաինայ, մեռեք, Աստված ձեզ դրախտ կգցի։ Բանն էլ Տրամփն էլ ասում ուզում եմ դրախտ գնամ։ Գնա Ուկրաինա Ռուսաստանի կողմից կղրվի, մի օր հետո կգնաս դրախտ էլի։ Այդ քո տված հայմարսով անես օին դնեն։ Դրախտի ճանապարհը եթե հետա, այնա էլի։ Բայց չեք դուք քարոզում, պատերազմ մարդասպանություն չեք քարոզում, ուզում եք ժողովրդի ասուն հավատա։ Հիմա էլ մուննաթ եք գալիս, ասում եք չեն բարձրացնելու Պուտինի ձեր աշխատավարձը, անիմաստեղը մի աղոթեք, իզուր հանկարծ չկասկածեք, որ Աստված չկա։ Բայց այն դեպքում, երբ որ բանը Պուտինի հետ կապված էլ ինչ էր ասում, խոսելով Պուտինի պատկերով տարբեր ապրանքների վաճառքի մասին, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նկատել է. «Մեր երկրում Պուտինը հանրաճանաչ է բոլոր տարիքային խմբերում, եւ նա վայելում է ամենատարբեր տարիքի քաղաքացիների վստահությունը։ Եվ սա նրա հանդեպ այդ սիրո արտահայտություններից մեկն է»։ Պատկերացնում եք, Պուտինին շատ են սիրում, այդ դրա համար իր անունով ապրանքներն ավելի լավ է վաճառվում։ Այս է այս մարդկանց կարծիքը։ Ու ասում են հանկարծ չմտածեք, որ Պուտինը պատերազմի հանցագործ է։ Ժողովուրդն է պատերազմի հանցագործ։ Պուտինը չի, զորով այդ մեղքը դնում են ժողովրդի վրա։ Մարդիկ ասում են, այս հանցագործ վարչակազմից բերեք ազատվենք, այդ ժողովրդին չդատենք, ազգին չեն դատում։ Հիտլերի ժամանակվա Գերմանիային էլ չեն դատել։ Նացիստական վերնախավին են դատել, ազգին չեն դատել, ազգին օգնել են շոկից դուրս գա հաղթահարի դա, բայց չէ, ռուսները ասում են տենց չի ժողովուրդ ջան, ազգը ինքն է ուզում այս պատերազմը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրության հիմնադրամի հարցման արդյունքում Վլադիմիր Պուտինին վստահում են ռուսաստանցիների 78%-ը եւ 80%-ը դրական է գնահատում Պուտինի աշխատանքը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում։ Դուք հասկացաք սա ինչ է նշանակում։ Սա հատուկ ասում է ժողովուրդ, չէ, դուք եք ուզում Պուտինին, այսինքն ձեր ձեռքերի վրա է ուկրաինացու արունը։ Նշանակում է, եթե Պուտինին համարում են հանցագործ, ձեզ էլ են համարում։ Այսինքն դրսից ուզում են ցույց տան, որ ժողովուրդ տարանջատվի քու հանցավոր իշխանությունից, երկրի ներսում ասում են չփորձես տարանջատվես։ Այ դու վատ ես ապրում, բայց դու պետք է վստահես Պուտինին։ Այ դու վատ ես ապրում, բայց դու պետք է կողմը լես պատերազմին։ Կողմ չեղար, կտանենք Ուկրաինա կզոհվես, մանավանդ որ հիմա փող չունենք վճարելու, որ տանում ենք վարձկաններին։ Միանգամից կդատենք, կտանենք այնտեղ փողերը քիչ կտանք։ Էս է ժողովուրդ ջան։ Այս է այս մարդկանց վերաբերմունքը։ Այդ զրկանքն ու տառապանքը գցում են ժողովրդի վրա, ժողովրդին կողում են խնդրի տակ։ Ասում են դու ես մեղավոր, դու ես ուզում պատերազմ։ Եթե 80%-ով դու Պուտինին վստահություն ես տալիս, ուրեմն դու ես ուզում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի խաղաղության խորհրդի առաջին պաշտոնական նիստին, որը տեղի կունենա փետրվարի 19-ին, նրա փոխարեն կմասնակցի Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը։ ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ Թրամփը Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ կհայտարարի Գազայի բազմամիլիարդանոց վերականգնման ծրագրի եւ ՄԱԿ-ի կողմից թույլատրված ուժերի ստեղծման մանրամասն պլանների մասին Պաղեստինյան անկլավի կայունացման նպատակով։ Սպասվում է առնվազն 20 երկրների պատվիրակություններ, այդ թվում պետությունների ղեկավարները կմասնակցեն խորհրդի նիստին։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ նիստում հիմնական ուշադրությունը կկենտրոնանա Գազայի վրա, որտեղ 2 տարվա պատերազմի հետևանքով Պաղեստինյան անկլավի մեծ մասը վերածվել է ավերակների։
Գազայում կարգավորման հարցի թիվ 1 շահառուն Իսրայելն է։ Իսրայելը պայմանավորվել է Ամերիկայի հետ, որ հարցը լուծեն կարգավորեն։ Փորձում են գազան դատարկեն, հետո տեսան, որ չի ստացվում, մեծ խնդիրներ առաջացավ։ Ամերիկան ձև գտավ, որպեսզի կարողանա մանդատային կառավարում մտցնի Գազայում, անունը դնելու խաղաղության խորհուրդ։ Հետո էլ այդ առիթը օգտագործի, դա ՄԱԿ-ին փոխարինող կառույց սարքի։ Դա այնքան անլուրջ կառույց է, որ սկի հազիվ դու Գազայի հարցը կարողանաս անես, ուր մնաց թե դու ՄԱԿ-ին փոխարինող, դրա համար են շտապում Մյունխենում ասել, չէ, մենք ուզում ենք ՄԱԿ-ը բարելավենք, ՄԱԿ-ը կարգավորենք, հզորացնենք։ Դե հասկացան, որ անլուրջ էր դրա համար։ Բայց հարցը դա չի։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ է այս անլրջության մասնակից, բայց մենակ այն չի։ Հարցը նա է, որ Բենյամին Նեթանյահուն մի քանի օր առաջ Ամերիկայում էր։ Կարար այս օրերին գնար ու ինքն է մնար մասնակցեր։ Չէ, ինքը ասում է, այդ ինչ որ արվում է, ինձ համար է արվում, գիտեմ, Ամերիկան ինձ համար է անում, բայց մակարդակը իմ մասնակցելու մակարդակ չի։ Թող գնա արտգործնախարարը մասնակցի։ Այդ դուք հասկանում եք, չէ՞ ինչ է նշանակում։ Մենք էլ դրանից եզրակացություն անենք, չէ՞։ Նա ով թիվ 1 շահառուն է, չի ուզում իր կլասը գցի, իր դեմքով մասնակցի։ Ինքը Ամերիկա է գնում, հետ է գալի, իր հետևից արտգործնախարարն է գնում։ Երկու օր հետո։ Իսկ մենք դե ոնց կարանք լեղապատար չմասնակցենք։ Բա Թրամփը բանասի չանենք, հետո տակից ոնց ենք դուրս գալու։ Մի բան էլ կար, այս մի երկու օրը իհարկե տարածել էին, հետո դրան անդրադարձավ Ամերիկայի նախագահը, նախկին 44-րդ նախագահ Բարակ Օբաման, հիմա դա այն ուղղակի անդրադառնանք։ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարակ Օբաման առաջին անգամ արձագանքել է Դոնալդ Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն, Սպիտակ տան ներկայիս վարչակազմի օրոք քաղաքականությունը վերածվել է ծաղրացուների շոուի, ամերիկացիների մեծ մասը Թրամփի գործողություններն ու վարքագիծը համարում է չափազանց անհանգստացնող։ Իսկ ինչու՞ էր հարցը, որտեվ փետրվարի 6-ին Թրամփը իր social էջում տեղադրել էր կարճ տեսանյութ, որի վերջին մասում Բարակ եւ Միշել Օբամաները, այսինքն նախագահը եւ նրա կինը, պատկերված էին որպես կապիկներ։ ԱՄՆ նախագահը դատապարտել էր տեսանյութը, բայց ներողություն չէր խնդրել։ Այն իր էջում դուք պատկերացնում եք, այսինքն տեսեք այստեղ ինչու՞մ է կայանում։ Խոսքը վերաբերում է աֆրոամերիկացի Բարակ Օբամային։ Դու նրան ներկայացնում ես որպես կապիկ իր կնոջ հետ միասին։ Հասկանում եք, չէ՞ որ դա ասենք նշանակում է առնվազն չհարգել նախագահական ինստիտուտը, ով ուզում է դա զբաղեցրած լինի։ Եթե դու նախագահ ես ու նախագահական ինստիտուտը այսպես չես հարգում, այսինքն քո առաջի պաշտոնավարումը եղել է թյուրիմացություն, երկրորդը ուղղակի սխալ։ Ոնց կարող է պատահի այս կարգի մտածելակերպով։ Հետո էլ ասում է, հա, ես խաբար չեմ, իմ էջում ինչ են դրել։ Բայդենի հետ կապված ասում էիր, Բայդենը ինքը չի ստորագրել, իր տեղը ստորագրել են, վերցրել ես, պատին կպցրել ես, ոչ թե իր նկարը, այլ իր գրեչի նկարը։ Բա որ դու տեղյակ չես, ում նկարը պատին կպցնեն։ Այսինքն քո էջով դու տեղյակ չես ինչ են դնում, եւ գոնե մի հատ չես ասում ներողություն։ Եվ գիտեք հարցը ստեղ որն է։ Ինստիտուտի նկատմամբ սենց անհարգալից ինքը գնալու է ընտրության նոյեմբերի 3-ին եւ սենատի 1/3 ռոտացիա եւ ստորին պալատի ընտրություններ։ Եվ ինքը շատ վախեցած է, որ կարող է այնտեղ մեծամասնություն չունենա, շատ վախեցած է, որ լիազորությունները կկորցնի հենց այս տարվա վերջին, հարցը չի հասնի եւս 2 տարի հետո, որ արդեն լիազորություններն ավարտվեն։ Այս ձևի է գնում ընտրության։ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի երկրներից տարբերում է մի բանով, որ տիտղոսային ասկ չկա։ Այնտեղ կա քաղաքացի։ Ու դու այդ քաղաքացու կապիկի ձևով ես ներկայացնում, քանի աֆրոամերիկացի կա քո երկրում։ Չես նայել 42 միլիոն։ Պատկերացնում ես այդ թիվը, որ բոլորը քո դեմ են ելնելու։ Դեմոկրատ ելնեն, թե հանրապետական չեն նայելու, որ Օբաման դեմոկրատ է։ Սա ինչ է։ Կամ ի վերջո ասենք դու այսինքն այդ աշճանի ռասիստ ես, այ քո խիղճամեռնի։ Աֆրիկացին կապի կա, աֆրոամերիկացին։ Ամերիկայի քաղաքացին, Ամերիկայի նախագահ դառած մարդը քո համար կապի կա։ Կամ ի վերջո բա որ այդ կնգան նկարում ես կապիկի ձևով, նախագահի կնգան։ Բայց չես մտածում, որ
Մարդիկ էլ մտածում են, բայց այդ կնգան ոչ մեկը Միշել Օբամային ոչ մեկը տկլոր չի տեսել։ Քու կնգա տկլոր նկարները սա աշխարհն է տեսել։ Բա որ ասեն, բա ում ես ասում։ Շորով չի ելնում, չէ՞ կապիկը։ Դրա համար մեր ավագ գործընկեր երջանկահիշատակ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը 19-րդ դարի բրիտանացի գրող ինչ էր ասում, ապակե տան մեջ ապրողը ուրիշի վրա քարշ չպետք է նետի։ Ես ուղղակի ուզում եմ նաև ասեմ, որ ինքը նույնիսկ նախագահի ինստիտուտը եւ Ամերիկայի քաղաքացիության ինստիտուտը չի հարգում։ Եթե դու համարում ես, որ աֆրոամերիկացին քո համար կապիկ է, եսին որտեղից է եկե, լա մեկը հարցնի, բա դու որտեղից ես եկե։ Ինչ առիթով ես հայտնվել Ամերիկայում։ Աֆրիկացիները Ամերիկայում հայտնվել են 1619 թվականից։ Դու երբ ես գնացել։ Կարող եմ մի հատ հիշես Ֆրեդ Պապը ոնց փախավ Ամերիկա Գերմանիայից։ Ու ինչի համար փախավ։ Հերեդ չէ, Պապը։ Վարշավից տղա էր։ Բանակ էին տանելու։ Բանակ էին տանելու, բանակից փախնում էր։ Մկրատը վեր կալավ ու թռավ, որովհետև այդ ժամանակ Գերմանիան, կայզերական Գերմանիան, պատերազմ չէր մղում, ուղղակի, բայց փորձում էր ինչ-որ գաղութներ իր ձեռքցի լուրջ գործողություններ էր կատարում։ Եկել էր բանակի տարիքին մոտեցել էր, ասես թռնելու վախտնա։ Վեր կալավ սանրն ու մկրատն ու թռավ Ամերիկա։ Այդ ժամանակ, երբ որ Գերմանիան միավորվելու լուրջ աշխատանքներ կատարելու փուլն էր, կանցլեր Օտո ֆոն Բիսմարկի եւ կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ առաջինի ջանքերի շնորհիվ, այդ ժամանակ փախնելու ժամանակներ իսկական, որից հետո ասում ես Նյու Յորք են գնացել, հասկացանք։ Պապդ գնաց, ֆրֆռաց, Կանադա գնաց, հետո եկավ Նյու Յորք։ Նյու Յորքում էլ հերեդ ծնվեց Ֆրեդ Ֆրեդովիչը 1905 թվին։ Մեր Նյու Յորքը, հասկացանք ձեր Նյու Յորքը։ Քեզանից առաջ այդ Նյու Յորք եկող չի եղել որևէ նախագահ։ Նրա ազգուտակը, նրա նախնիները։ Մի լեգենդար անձնավորություն Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որ լայն երկու ճյուղից մի ճյուղն էլ Թեոդոր Ռուզվելտի ճյուղն էր, ուղիղ իրան ճյուղը չէր էլի։ 1643 թվականին Կլաուս Մարտենսեն վան Ռուզվելտը Հոլանդիայից եկել էր Նյու Յորք, անունն էլ այն վաղ Նյու Ամստերդամ էր։ Իրանց գաղութն էր հոլանդացիների, մի քիչ մարդը համեստություն կունենա էլի։ Եվ մի լեգենդար անձնավորություն Ռուզվելտն էր 4 անգամ նախագահ ընտրված, որ բացառիկ դեպք էր։ Մեկն էլ Թեոդոր Ռուզվելտը, որը հանրապետական էր։ Դա համար եմ ասում առանձին ճյուղեր գաղափարական մոդիկություններ չունեն, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ նախագահն էր 42 տարեկան հասակում։ Երբ որ Մակկինլիին, որ սպանեցին, ինքը դարձավ որպես փոխնախագահ։ Այո, եւ չմոռանանք, ստրկատիրությունը վերացել է, դեգրերի հարցն էլ լուծել են 1865 թվականին։ 1862 թվականին հանրապետական նախագահ Աբրահամ Լինկոլնը 14-րդ նախագահը ինքը ստորագրեց հրամանագիրը, որ ազատություն տան ստրուկներին։ Բայց քանի որ հարավի հետ քաղաքացիական պատերազմ էր, ստրկատիրական հարավը դեմ էր դրան։ Դա ուժի մեջ մտավ, երբ որ արդեն պատերազմն ավարտվեց։ Ուժի մեջ մտավ, երբ որ բանին էլ Լինկոլնին սպանեցին, ինքը այդ պահին արդեն ողջ չէր, որ ուժի մեջ մտավ, բայց բոլոր հարցերը ինքն էր արել։ Այսինքն այդ ամեն ինչը Ամերիկայում կատարվել է, ու դու աֆրոամերիկացուն ասում ես կապիկ։ Դե ժողովուրդ ջան, էսա մարդկանց պատկերացումը, դրա համար հասկանանք, թե ինչա սպասում ես աշխարհին եւ ինչքան ժամանակ ունենք։ Լավ, չեն հասցնի բանի ուզում ասեմ։ Լավ, այդ դեպքում այսպես անենք, առաջիկայում բնական է կանդրադառնանք շատ հարցերի, գնալով ավելի
ինտենսիվ ալնելու մեր շփումները, չնայած դե նույն ձևի շփվում ենք, բայց դե ավելի նաև ընտրությունների հետ կապված էլ ավելի շատ կխոսենք, որովհետև հիմա ամենաշատ այդ խնդիրն է, այդ խնդիրն է առաջացել, բնական է խոսենք, լավ վերջը ինչ է արվելու այս պայքարի մեջ, որն է ռացիոնալը, որն է իրատեսականը, ինչ ենք առաջարկում, եւ ես իմ մասնակցությունը, իմ դերակատարությունը որտեղ եմ տեսնում եւ ինչպես։ Այնպես որ առաջիկայում դրա մասին էլ կխոսենք, դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։